Բարև, ճակերտներում այսօր Նվարդ Մելքոնյանն է։ Նվարդ Մելքոնյան, սոցիոլոգ, ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, հանդիսանում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապեր մագիստրոսական ծրագրի ղեկավար, ինչպես նաև ղեկավարում է Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցության գիտական կրթական կենտրոնը։ Spring PR ընկերության համահիմնադիր նախագահն է, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների, 40-ից ավելի գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ 2015 թվականին պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով։ Ինչպես սկսվեց օրը։ Լավ, ժպիտով, ոնց միշտ եւ լավատեսությամբ։ Ուրիշ ինչ այդ լավի եւ լավատեսության ուրեմն բաղադրիչներ կան, ինչ պետք է լինի անպայման։ Ընդհանուր առմամբ օրվա մեջ երեխայի ժպիտը համբույրը մինչև դպրոց գնալը պարտադիր, մյուսին շատ բարդ կերպով արթնացնելը եւ ուղարկելը համալսարան։ Ընտանիքիս հետ շատ այդ փոքրիկ հանդիպումը ոգեշնչում է, իսկ հետո սկսում է առօրյա հոգսը, որը տևում է մինչ ուշ երեկո։ Առօրյա հոգսը էփել, թափել, գտնել, պատրաստել, նաեւ մտածել ինչ, կարծիքներ ընդունում եք, ցանկություններ, պատվերներ, պարտադիր։ Իմ սիրած, չգիտեմ, Դու չգիտես, ես դա չեմ ուտում։ Չեմ ուտում։ Մեկը մի բան է ուտում, մյուսը մյուս բանն է ուտում, պարտադիր։ Երրորդը ընդհանրապես չի ուտում։ Երրորդ ամենահանդուրժողն է, ամուսինս ամեն ինչի հետ։ Ամեն ինչի հետ համաձայն է։ Գիրք, որը դուք խորհուրդ կտաք մեզ մեղավորներից, անգրագետներից։ Հեքիաթներ, պարտադիր հեքիաթներ։ Ինչու։ Ցանկացած ազգության, ցանկացած ժողովրդի հեքիաթներ, որտեղ կա կախարդականի բաղադրիչը։ Երեխան պետք է մեծանա, մարդը պետք է ապրի հրաշքին հավատալով։ Լսեք, այն ջադուների, հրեշների, չգիտեմ ինչ զզվելի երևույթների, որոնք մոգունված են այս հեքիաթներում։ Բայց չէ՞ որ քեզ նախապատրաստում են դրան փոքրուց, հենց հեքիաթների մեջ, այնքան բարոյականություն, այնքան խորհուրդ ու այնքան օրինաչափություն կա դրա մեջ։ Դա եթե խորհուրդ տամ փոքրուց կարդալու, իսկ ասենք հասուն տարիքում Մաստրիդը պարտադիր ընթերցանությունը, հա, որպես անձի ձևավորման համար անհրաժեշտ։ Իհարկե Դոստոևսկի։ Իմ ճաշակը գրական շատ փչացած է վաղուց Դոստոևսկիով, ու ես նա կարող է փչացնել։ Նա ես համարժեք գտնել այլևս չեմ կարող։ Վիճակի է, այո, փչացնել մարդու կյանքը։ Այո։ Ինչպես փչացնում էր իր եւ իր շրջապատի կյանքը։ Բայց ես ինձ համարել եմ դրա նպատակ, որ երևի կյանքիս են ավարտին, վերջին օրերին պարտադիր նորից վերընթերցեմ։ Եվ ամենաշատը սիրում եմ դեռահասը այդ բոլոր ստեղծագործություններից, որտեղ այնքան էմոցիա կա դրա մեջ, այնքան մարդկային կա դրա մեջ։ Չգիտեմ, ինձ համար դա մի աշխարհ է, որտեղ ես եմ, ես կամ, ինձ զգացել են, ինձ պատմել են, իմ մասին են պատմել։ Հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ 5-րդ դասարանի թե 4-րդ ասմունքի երեկույթներից մեկին շատ ցենց պաթետիկ արտասանում էի Պատկանյանի բառերը, ով է հայը, միթե նա է, որ խոսում է հայ լեզվով եւ կամ որի ազգանունը հանգում է Յան Մասնիկով։ Հիմա կարծում եմ, որ հային բնութագրողը նախ եւ առաջ պարադոքսալ, աբսուրդային, ծայրահեղության հասնող կենսունակությունն է։ Եթե ազգս ռուսերեն ասած էկզամեն на выживание, հա, հանձնելիս լիներ, բոլոր գրանպրիները կշահեր։ Այնքան նույնիսկ հայկականություն կա դրա մեջ, կատակերգության, հումորայինին հասնող, բայց դրա հետ մեկտեղ զավեշտ, ողբերգություն անձնա, չգիտեմ, կենսունակությունը, հարմարվելը ցանկացած իրավիճակին, մի կողմից ստիպված, մյուս կողմից ապացուցելու ձգտումով։ Երևի դրա համար ենք վերապրել ու վերապրելու ենք։ Եվ չկորցնելով, վերգտնելով, պահպանվելով, փոխանցելով, վարակելով։ Ձեր սիրելի ֆիլմը։ Շատ մասնագիտական պատասխան պետք է տամ,
հայերեն էլ չգիտեմ ճիշտ է ոնց հնչում, երբ պոչը շարժում է շանը, հա, երևի թե այդպես է հնչում։ Դասթին Հոֆմանն ու Ռոբերտ Դե Նիրոն են խաղում գլխավոր դերերում, Wag the Dog է կոչվում։ Do I know you? We have some mutual friends in Washington. Why come to me? I know we're all concerned for the president. I know that we are all concerned for the president. He didn't sell the line. For the man. Albania, Albania. That rhymes. I can't believe it. We forgot a hero. It's like we sent him the Christmas card and we left out the what do you call? Fruitcake. There you go. Sergeant Schumann, if I may, welcome to history. How are you? Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Դեռ ոչ, ու դեռ ոչ, որովհետև ուխտ ունեմ։ Արմատներով մորս տատը հանեցի էր Արտամետից էր։ Եվ պարտադիր պետք է գնամ, պետք է Արտամետը տեսնեմ։ Տատս ամեն վհատվելիս ասում էր ախ Արտամետ։ Եվ գերեզմանակարին էլ ունենք այդ գրվածքը, դա իմ ուխտն է, պետք է կատարեմ։ Վան եւ Արտամետ պարտադիր։ Երևանում ձեր ամենասիրելի հատվածը։ Ես 1,000,000% երևանցի եմ։ Ամեն ինչով իմ ամենասիրելի հատվածը դա նախկին Ալավերդյան, հիմա Հանրապետության փողոցն է։ Կյանքիս 15 տարին յուրաքանչյուր օր գնացել եմ այդ փողոցով սկզբից դեպի դպրոց, վերադարձել եմ տուն։ Մենք ապրում ենք Հոկտեմբերյան պողոտա Տիգրան պողոտա 1, այն հին սև շենքերը։ Եվ այդ Ալավերդյանով ամեն օր առավոտվա 8-ից դպրոց, իսկ հետո արդեն համալսարան։ Թվում է թե ամեն ինչ գիտեմ այդ փողոցում։ Ամեն մի ծակուցուկն ու քունջուպուճախ էսպես ասած, բայց ամեն ինչ սիրում եմ, ամեն քարն եմ սիրում։ Ամեն պատի գրվածքն եմ սիրում, որտեվ պատմությունը գիտեմ։ Շատ եմ սիրում այդ փողոցը։ Քաղաք, որտեղ երազում եք ապրել։ Երևանը։ Երևանը Եթե նորից ծնվեի կապրեի, բայց եթե ընտրելու լինեի հիմա, կապրեի երևի Իտալիայում, Ֆլորենսում, կամ նույնիսկ Տոսկանայի տարածքի ցանկացած փոքրիկ քաղաքում։ Ինձ շատ հոգեհարազատ է։ Քաղաք է, տեմպերամենտ է, ավանդույթներ են, համեղ է, ծայրահեղաստիճանի, արևկոտ է, իմն է։ Եվ հայկական եմ համել դրա հետ մեկտեղ։ Իսկ ինչ խմիչք եք նախընտրում։ Սուրճ։ Սուրճ։ Օրվա մեջ 60 անգամ։ Իսկ ոգելիցներից գինի, կարմիր, կիսաչոր։ Որպես շարունակություն, ուտեստ, նախընտրություն, ինչ խոհանոց, արևելյան, արևմտյան, հարավ-արևմտյան։ Արևելյան ավելի շատ։ Նու որպես տարատեսակ միքս արևելյան, արևմտյան վրացական խոհանոցն եմ շատ սիրում։ Շատ ուտեստներ կան, շատ բաղադրիչներ կան, որոնք ինձ համար ընդունելի են եւ շատ համեղ են։ Ինքս եմ շատ հաճախ օգտագործում։ Պատրաստում եք։ Պատրաստում։ Սացիվի։ Սացիվի։ Նույնիսկ այն տնական հասարակ հավի ապուրի մեջ էլ անպայման խմելիս ունելի կանեն կամ ինչ որ մի այլ համեմունք իրենց համեմունքներից սիրում եմ շատ։ Լոբի։ Չէ, դա չեմ սիրում։ Բայց այդ պոպոքի խառնելը, ամբույզը ամեն ինչի մեջ, պանիրը հալած շատ տեղերում շատ սիրում եմ։ Իսկ խնջույք, խրախճանք, թմբուկ, զարկ, տրակ-տրակոց։ Ահա որ սիրում։ Պատմեք վերջին անցած ճանապարհը։ Սիրում եմ ապրել, ինձ տանում է ապրը, ես ինձ մոռանում եմ։ Վերջինը դա նոյեմբերին էր, մեր ֆակուլտետի տոններ, մենք շատ գեղեցիկ ավանդույթ ունենք ուսանողների ստեղծած, կոչվում է I Love Sociology Party, եւ նշում էին Երևանյան փաբերից մեկում։ Ֆանտաստիկ ուրախ միջոցառում էր ստացվել։ Միախառնվել էին առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսեցիները, մագիստրանտները եւ դասախոսները, շրջանավարտներ եւ իհարկե դասախոսները, ու մենք երիտասարդացել էինք, նույնիսկ մանկացել էինք, հա։
Եվ գրափարով ասած տժժում էինք բոլորով։ Ինչ լավ իմացություն է գրափարին։ Արդեն երկրորդ օրինակը ինձ գետնեց։ Կոճուկներին ինչպես եք վերաբերվում։ Նայած ում կողմից են տրված։ Վերադասի ում կողմից են տալիս կոչումը։ Դե Կամ ներկայացուցչական հանձնաժողովի։ շատ լավ հասկանում եմ դրանց նշանակությունը, հասկանում եմ դրանց անհրաժեշտությունը, հասկանում եմ մարդու խրախուսելու կարիքը եւ այդ տեսանկյունից այո գնահատում եմ, ունեմ որոշակի կոչումներ, պարգևներ, որոնք բավական դժվար են ինձ տրվել եւ ջուրը գցելու ասել, օ ես անտարբեր եմ դրա հանդեպ ոչ, բայց մյուս կողմից էլ որ ասեմ ձգտում եմ նորերին, նույնպես ոչ։ Հա, հաճելի է, երբ գնահատում են, տեսնում են, որ արել ես, հասել ես, բայց մյուս կողմից կյանքդ նվիրես նրան, որ ստանաս նորը, չէ։ Դե եթե կյանքդ նվիրում ես աշխատանքին, նորերն էլ դա արդեն տրամաբանական զուգահեռ գալիս է, չէ։ Որ նկարչի արվեստն եք շատ սիրում։ Սիրում եմ իմպրեսիոնիզմ, շատ հոգեարազատ եմ։ Սիրում եմ Ռենուար, երևի թե ամենաշատը բոլորից։ Իր գույները տարբերվող են, բայց չեմ էլ կարող շատ առանձնացնել, որտեվ սիրում եմ այդ արվեստը, այդ ճյուղը։ Իսկ հայկական հայ նկարիչներից շատ սիրում եմ Սուրենյանց։ Եվ բազմիցս լսել եմ, որ նման եմ իր հերոսուհիներին։ Շամիրամին։ Սալոմեին։ Շատ եմ սիրում, չգիտեմ, գտնում եմ ինձ եւ վեր գտնում։ Մենակ դրա համար գնում եմ այդ պատկերասրահը, չգիտեմ, շատ սիրում եմ։ Թատերական ներկայացումներ հաճախ եք լինում։ Հատկապես եթե հյուրախաղեր են լինում Երևանում, այո։ Որևէ մի տպավորիչ բան հիշում եք։ Ամենատպավորիչը Սանկտ Պետերբուրգի մեծ դրամատիկական թատրոնի հյուրախաղերն էր։ Մեծն Բասիլաշվիլիի գլխավոր դերակատարմամբ Կոպենհագեն ներկայացումներ ու ոչ թե ներկայացումը կամ դերասանների խաղն էր այդքան ազդեցիկ, այլ նույնիսկ տեղյակ եք Կոպենհագենը Նիլս Բորի կյանքի մասին է եւ այդ ատոմային ռումբի հնարման ողջ գործընթացի այնքան վրաս ազդել էր, այնքան մտածելու տեղիք էր տվել, այնքան էր գիտնականի դիլեման հոգեարազատ էր դարձել մի քանի ամսվա ինձ համար հոգևոր մտորումների տեղ էր տրվել եւ նոր բաներ փնտրելու, կարդալու, այդ ժամանակի նոր ստեղծագործություններում այդ թեման գտնելու տեղ էր տվել։ Ես սիրում եմ նման ստեղծագործություններ, որոնք քեզ նոր ոչ թե գիտելիք, այլ խթան են տալիս նոր բան քեզ համար բացահայտելու։ Ու երբ հասկանում ես, որ մարդը գիտակցաբար անում է հայտնագործությունը կամ թաքցնում է դա մարդուց, դա մեծ հայտնագործություն է քեզ համար։ Ձեր գործունեության ամենավճռորոշ պահը ո՞րն է եղել։ Երևի թե ամեն օր է դա, որովհետև դու պարտավորված ես, դու դասախոս ես ու դու պատասխանատվության զգացում ունես սերունդների հանդեպ, բայց ամենավճռորոշը եղել է մի քանի տարի առաջ ընտրել մնալ ակադեմիական ոլորտում, թե հեռանալ, գնալ կորպորատիվ բիզնես ոլորտ։ Մեկ ամիս ժամանակ ունեի մտածելու, առաջարկը սարսափելի գայթակղիչ էր, թե պաշտոնով, թե վաստակվող խոստացված գումարով։ Մեկ ամիս տանջվել եմ ուղղակի։ Ամեն ինչու նշաններ էի գտնում։ Տեսա շրջանավարտին, որ ասեց, «Օ, դուք ինձ այնքան բան եք սովորեցրել»։ Ես ասում ասա նշան է, պետք չէ հեռանալ։ Կամ ինչ որ մի բան ինձ վշտացրեց աշխատանքից մեջ, ասում եմ, չէ, պետք է թողնել, պետք է նորից սկսել։ Անընդհատ ամեն ինչի մեջ sense ինչ որ ճակատագրի հղում էի կամ նամյոքա sense ակնարկ էի գտնում։ Ու մի օր որոշեցի, ասացի, ախր չէ, իմս սա է, դասավանդումը, գիտությունը, ես այստեղ եմ, իմ տեղում եմ, գտել եմ, ու այնքան մի տեսակ հանգստություն իջավ ինձ վրա, ու հիմա լրիվ այլ կերպ եմ աշխատում, ոնց որ պետք էր այդ ընտրությունս կատարելու համար, ի վերջո վստահվեցի,
15 տարի այդ ոլորտում աշխատելուց հետո ես հասկացա, որ սա իմն է եւ արդեն զարգանալու ուղղությամբ պետք է գնամ, այլ ոչ թե փնտրտուքով թե ինչով փոխարինեմ։ Մի առիթով դուք ասել եք, որ կոստյումի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք սկսել խոսել։ Ժվանյետկին այնքան գեղեցիկ արտահայտություն ունի, ես միշտ այդ նախադասությունից հետո ասում է, встретили меня по-одежке, проводили тоже плохо։ Ու միշտ բերում եմ այդ օրինակը ու ասում եմ, որպեսզի այդպես չլինի, դուք պետք է միշտ պատրաստ լինեք, որ այդ պահին ձեզ կարող են ուղարկել գործուղման, ուղարկել եթեր պարոն Բախթամյանի մոտ։ Կարող են դուք եք հիմա դիմավորելու ձեր արտասահմանյան հյուրերին։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք երբևիցե չգիտեք, որ պահին է ճակատագիրը որոշել ձեզ նվեր մատուցել։ Դու պետք է լինես զինված։ Իսկ այդ զենքի մի մասն է այսօր ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում դա քո արտաքին տեսքն է։ Բայց տպավորությունը մնում է նույնքան, մինչև դու չասես առաջին բառը, որտեղ առաջին բառը կարող է ջնջել ամբողջ ստեղծված այդ պատրանքը, որտեղ քո բառով ես դու ապացուցում, որ այստեղ էլ ինչ-որ մի բան կա, ու որ դու պատահական չես ընտրել այդ կոստյումը, որ դու մանեկեն չես, որին ուղղակի հագցրել են։ Ձկնորսության նման մի բան է, գիտեք։ Կա ինչ-որ տես մի բան։ Որովհետև երբ դու կանգնած ես այդ ջրի առջև, միշտ պետք է պատրաստ լինես ամենափոքրից մինչև ամենամեծ ձուկը բռնելուն եւ կարողանալ հանելուն։ Ուրիշ մասնագիտության մասին երազել եք աղջիկները միշտ փոքր ժամանակ, ասում էին ծնողները։ Ոչ միայն երազել եմ, այլ նաեւ նախապատրաստվում էի։ Որոշել էի, որ աշխատելու եմ դելֆինարիում եւ զբաղվելու եմ դելֆիններով։ Տեսեք, մենք ոչ ծով ունեինք, ոչ դելֆինարիում ունեինք։ Ես ապրում էի սովետական միությունում, իմ երկիրը սովետն էր, գիտեի, որ ամենամոտակա դելֆինարիումը Բաթումում է, եւ առաջին բանը ինչ արել եմ, որ առաջին անգամ գնացել եմ Բաթում, գնացել եմ դելֆինարիում եւ ման եմ եկել այդ գրասենյակների կողքով, ոչ թե բուն այդ լողավազանի կողքին եւ այլն, այլ հենց այդ գրասենյակների կողքով ու մտածում եմ, որ այստեղ կարող է լինել եւ իմը։ Իհարկե 8-րդ 9-րդ դասարանում հասկացա, որ մարդիկ պակաս հետաքրքիր չեն, քան դելֆինները, եւ շատ գիտակցաբար ընտրեցի սոցիոլոգի մասնագիտությունը։ Ու երևի էր ճակատագիրը շփտած 100%-ով իմներ։ Իսկ հետո արդեն զարգանալով, ինչու եթե ես կարող եմ ուսումնասիրել հասարակական կարծիքը, ինչու ես չեմ կարող ձևավորել դա, գնացինք դեպի զարգացում եւ ընտրեցինք հասարակայնության հետ կապերը, որպես արդեն նեղ մասնագիտացում եւ արդեն մոտ 10-11 տարի ներկայացնում եմ այդ մասնագիտական ճյուղը։ Մեր տոնացույցի ամենասիրելի տոնը Ամանորը։ Հրաշքների իրականացման, նույնիսկ եթե ոչ իրականացման, այդ ակնկալիքի ամենայում սիրած ու միշտ սպասում եմ, որ ինչ-որ փոփոխություն է լինելու եւ անպայման դրական։ Ու վարակել եմ դրանով բոլորին։ Մեր նույնիսկ ընկերներս են հաճախ ասում, երբ որ տեսնում ոնց ես դու սպասում նոր տարում, մենք էլ ենք սկսում ոգևորվել։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Ոյ, բնույթով էվոլյուցիոնիստ եմ։ Եվ բնականon զարգացման կողմնակից։ Բայց շատ լավ հասկանում եմ հեղափոխությունների անհրաժեշտությունը, գոնե պրոֆիլակտիկ նրանց դերակատարմամբ։ Շատ լավ հասկանում եմ, որ պատմությունն էլ է ցույց տվել, որ հեղափոխությունների արդյունքում օգտվում են արդյունքներից ոչ նրանք, ով ծրագրել են կամ ով ունեին այդ գաղափարները։ Միշտ ուժվում են հասարակ ժողովուրդը, որը գնում էր այդ պայքարին, բայց այնուամենայնիվ գոնե այդ կանխերքիլիչ ֆունկցիան, որ կարող է եւ այլ կերպ գնա, միշտ պետք է այդ դամոկլեսյան սուրի նման կախված լինի հասարակության գլխին, պարտադիր։ Իսկ մեր քաղաքակրթական իմացության դաշտում կա որևէ մեկը, որը օրինակելի է ձեզ համար։ Ինչքան լավ հարց է։ Ժամանակակից։ Ցանկացած ժամանակից։ Շատ են, բազմաթիվ են։
Ամեն մեկը ինչ որ յուրահատուկ իր կողմով, բայց երևի եթե sense պատմական էքսկուրսի տեսանկյունից դիտել Մահատմա Գանդին, ամբողջությամբ իր ամբողջական պատկերով, նույնիսկ այն տեսանկյունից, որ հեչ իր ժամանակին չէր այդ մարդը, եւ իր գաղափարները այնքան ապագային էին միտված եւ ոչ այդ դարաշրջանի համար եւ այդ ժամանակի համար, չգիտեմ, Մահատմա Գանդին Հրաշալի օրինակ է, բայց կարծում եմ հենց իր ժամանակին ինքը հայտնվեց, հենց ճիշտ այն ժամանակ, երբ բրիտանական կայսրությանը մի առիթ էր պետք Հնդկաստանից հեռանալու։ Նա այլևս չէր ուզում։ Բայց դե ֆանտաստիկ անձնավորություն, ֆանտաստիկ ու շատ չհասկացված, ինձ թվում է դեռ բացահայտումներ լինելու են իր պերսոնը դիտարկելից։ Իսկ ինչ որ պատմական ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Անցյալից երևի ոչ մի, չէ, կուզենայի երիտասարդության տարիներս վերադարձնել, մինչդեռ մազոխիստական իհարկե կհնչի, որովհետև դա 92-97 թվականներն էին, մութ, ցուրտ եւ այլն, բայց մենք երիտասարդ էինք, անհոգ էինք, նորից կուզենայի այդ ուսանողական տարիներս վերապրել, բայց եթե ընտրեի ժամանակ, իհարկե կընտրեի ապագայում։ Ուղղակի դուք հիմա այսպես Գոնե կարող եք ինչ-որ միտեղ մի հայտնվել։ 20 տարի հետո Ընդամենը? առնվազն 50, 60, չէ, շատ չի ուզենա։ Շատ չէ։ Չէ, այն ֆանտասմագորիկ են տարբերակները չէ։ Ուղղակի տեսնեմ այս հիմիկվա այս անհասկանալի, անբացատրելի, խաժամուժը վերջի ինչով է զարգանալու, պայթելու, շարունակվելու, ուր եմ ես տանում։ Ինչ իրադարձություն է ձեզ ցնցել։ Ամբողջ 88 թվականը։ Սումգայիթով, հանրահավաքներով, երկրաշարժով։ Ամբողջ։ Երևի թե ես դեռահաս էի այդ ժամանակ ու շատ էմոցիոնալ ու շատ ամեն ինչի հանդեպ ուշադիր, բաց աղջնակ ու այդ մի տարվա մեջ ես միանգամից մեծացա երևի։ Շատ բան սկսեցի հասկանալ։ Ես այդ բոլոր ցավը իմ մեջով եմ անցկացրել։ Ունենից հիշում եմ, նույնիսկ օրերով եմ հիշում շատ բաներ։ Իսկ այդ միջև մեկ օրվա ընթացքում չափահաս դառնալուց առաջ ինչ որ մի դրվագ մանկությունից անմոռաց։ Երջանկագույն մանկություն եմ ունեցել։ Միշտ ունեցել եմ ինչ-որ բացառիկության զգացում։ Չէ՞ որ ես Դուք միակ երեխան եք եղել։ Չէ, Վերջինն եք եղել։ առաջինն եմ եղել։ Առաջինն եք եղել։ Բայց գիտեք, այն որ ես ծնվել եմ այդ ընտանիքում, որը բոլորից տարբերվում էր, դա իմ բացառիկությունն էր, որ ծնվել եմ այն քաղաքում, որը բոլորից տարբերվում է, դա իմ բացառիկության ինչ-որ sense ապացույցն էր։ Ու այդ զգացմունքը ինձ միշտ տալիս էր հայրս։ Եվ այդ հիշողությունն էլ է հորս հետ կապված։ Հիշում եմ փոքր էի, երևի 4-5 տարեկան, իսկ ինքը շատ էր կարդում։ Այդ բազմոցին միշտ sense հենած միշտ կարդում էր, ընդ որում շատ հաճախ գրականություն, որը սովետում արգելված էր կամ շատ այդքան էլ ընդունված չէր։ Լույս էր տեսել Ռիչարդ Բախի Լիվինգստոն ճայը, այո։ Ու ես էլ ինչ որ զբաղվելու կարիք ունեի, ուզում էի ինքը ինձնով զբաղվել, ուզում էի ինչ որ ես պապայի պոչիկն էի։ Ու ինքը սկսեց բարձրաձայն ինձ համար կարդալ հենց այն գիրքը, որ իր ձեռքում էր, եւ դա Լիվինգստոն ճայն էր։ Կարդում էր շատ առոգանությամբ, կարդում էր այնպես, որ ինձ մոտ տպավորություն էր, որ ես ֆիլմ եմ դիտում։ Ֆիլմ, անիմացիա, մուլտ։ Երեխա, որ իսկի ճային էլ առանձնապես չէր պատկերացնում ինչպիսին է, իսկ այդ մերթվե պիտլե ասածը կամ ոչկա ասածը չէր էլ պատկերացնում, բայց փախենում էին նույնիսկ իրան ընդհատեի հարց տալու, որովհետև ասենց չգիտեմ ինչ որ ասենց կլանված, հիպնոզացված լսում էի։ 14 տարեկանում վերընթերցեցի։ Նույն ֆիլմն էի դիտում, այնքան էր տպավորվել դա իմ մեջ։ Ոչ մի բան ես բաց չէի թողել երեխա հասակում։ Դա իրենից էր։ Իր մատուցելուց էր։ Չգիտեմ, կամ երևի թե այդ տարիքում մենք այլ կերպ ենք զգում եւ ընկալում։ Դուք կարող եք բացատրել մեր ծրագրի շատ top կարդացված ստեղծագործություններից մեկը, որը որ ասում են դա
փոքրիկ իշխանն է, Լիվինգսթոն ճայն է եւ էլի, բայց սրանք հենց առաջի հնգյակի մեջ են։ Ինչով դա բացատրել։ Ինչ հետաքրքիր է, ես թե ոչ այն կնշեի երևի, թե ոչ այն, թեպետ ասում եմ ազդել էր ինձ վրա, բայց իմ սիրած ստեղծագործությունների մեջ չեն։ Բայց երևի թե հասկանում եմ, որովհետև դա մարդու, մարդկայինի, փոխհարաբերությունների, ազատության եւ ազատ ընտրության մասին է։ Դա այնքան մարդկային է եւ աստվածային միաժամանակ, որ յուրաքանչյուրիս մեջ կա։ Չեմ ասի ենթագիտակցական, կասեմ արքետիպային։ Ու դրա համար է միգուցե քիչ թե շատ մտածող էակը այդ ստեղծագործությունները անվանում։ Ես էլ եմ դրանցով տարված եղել։ Շատ սիրում եմ, երեխայիս էլ խորհուրդ կտամ կարդալ։ Որովհետև գրել են մարդիկ, որոնք հասկացել են կյանքի իմաստը։ Ինչ է պակասում Հայաստանին։ Եթե հումորով ասեի, բայց դրա մեջ իրոք շատ ուտոպիստական ցանկություն էլ կա, ծով։ Հրաշալի։ Շնորհակալություն։ Այո, ծովը պակասում է, անարդարացի է, այսքան ջրային տարածք երկրագնդի վրա, որ ավելի շատ է, քան ցամաքը, Հայաստանը անմասն է, ինչու։ Այո։ Անարդարացի է, չէ՞։ Իհարկե։ Ու դուք պատկերացնում եք մենք ինչպիսի երկիր կլինենք, եթե ունենայինք ծով։ Ինչի, ինչ որ մի երկիր ունի 5 ծով կամ 3 օվկիանոս։ Իսկ Հայաստանը Բայց դա է ստիպել մեզ դառնալ Հայաստան, դա է ստիպել մեզ զարգանալ, դա է ստիպել մեզ դառնալ երևի թե ամենահնարամիտ եւ կենսունակ ազգը։ Գիտեք, դա մոտավորապես անեծքի նման է հնչում, որ Աստծուն բողոքում են նույն ձևի ինչու չկա, ասում են խելք ունեք, բան ունեք, էլ ինչ եք անում, մի բան արեք, չի կարելի, չէ։ Իրականում իհարկե նյութական ռեսուրսներից խեղճացված ենք, բայց երևի թե փոխարենը նաև շատ ներուժ ունենք եւ պակասում է այդ ներուժը համախմբելու Եվ չասացիք, չէ, նավթի հանքեր ունենալ, այդ ցավ է, միանգամից, իր հետևից արդեն կարելի է պատկերացնել, ինչ է, ես մի անգամ դաժան երազ տեսա, երբ գարնանային ծառ տնկելիս, մեկ էլ նավթ է դուրս գալիս, սարսափեցի, հիմա ինչ կլինի, խայտարակ բան, բոլոր հարևաններով, բաներով պետքա գան։ Հիմա կասեն, որ երկիրը դիկտատուրա է, պետք է դեմոկրատիա բերել։ Պետական շահ կհաստատվեր այդ փոքրիկ նավթահորի վրա։ Եվ իհարկե խաղաղություն է պակասում։ Որ երաժշտական ստեղծագործությունը դուք հաճույքով լսում եք, կարող եք լսել շարունակ։ Լսում եմ, շարունակ եմ լսում, անկախ նրանից տխրություն է, անկախ նրանից անօգնականության զգացում է եւ անկախ նրանից հաղթանակի վերապրում է, դա ավելի բոլերոն է։ Դա ինձ վարակում է, դա ինձ ստիպում է գնալ առաջ։ Դա ինձ ստիպում է հասկանալ, որ ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի։ Եվ դա վերջապես ինձ ստիպում է վերկանալ եւ մի բան անել, այլ ոչ թե ձեռքերս ծալած նստել ու սպասել, որ հիմա այսօր էլ էսպես է, չէ։ Վերկանալ եւ կարել։ Նաեւ Ինչից եք վախենում։ Միշտ վախեցել եմ անորոշությունից, վերահսկողությունը կորցնելուց։ Այսօր մարդկանց կորցնելուց, հարազատներիս կորցնելուց, որտեղ այդ պահին անօգնական ես եւ վերահսկողությունը քոնը չէ, դու ոչինչ չես վերահսկում, բայց այսօր դա այնքան հստակ սահմանագծեր է ստացել, վախենում եմ պատերազմից, որովհետեւ այդ նույն անորոշությունը, անօգնականությունը, անվերահսկելիությունն ու մտերիմներիդ անդառնալի կորուստը այդ մի բառի մեջ է կուտակված, վախենում եմ իրոք։ Շնորհակալություն։ Շակերտներում այսօր Նվարդ Մելքոնյանն էր, բարի գիշեր, կհանդիպենք։